Աղջկա համար։ Եվ այդ որ աղջկա համար եք կռվել։ Պետրոսյանի դասարանի Սեդայի։ Պարզ եմ։ Ես քեզ։ Ես ինչ է։ Ալբերտն է բերել։ Ալբերտը, հա։ Հա, առավոտյան եկել ես, ուզում է շնորհավորել, բայց դու արդեն դասի էիր։ Ինչի ինքը չգիտի, որ ես դպրոց եմ գնում։ Գիտի, ուղղակի եկել էր, մտածում էր տանն ես։ Ես կտաս իրան, մամա։ Լևոն, բայց սա նվեր է։ Մամա, ես կտաս իրան։ Ու իրան կփոխանցես, որ ինքը իմ ծնունդի ամենամեծ նվերը արել է։ Լևոն։ Մամ, ես իրան խնդրել էի, որ ինքը չգար։ Չխառնվեր իմ կյանքի մեջ, չփորձեր կապ հաստատել մեր հետ։ Ով ոնց հասկանում եմ, ինքը այդ ամեն ինչը ընդունել է, ու հենց տենց էլ արել է։ Ինձ որ ես կփոխանցես իրան։ Վերցրու, մամա։ Ուրեմն դու դրա համար ես դպրոց եկել, հա? Ինձ միայն դա էր պակաս, սրան նայեք։ Հենց դա է տիկին Շեգոյան, ախր ճիշտ էին ասում, այդ աղջիկը իսկական փորձանք է մեր գլխին։ Մի ժամանակ էլ մեքենայով էին տանում բերում։ Սեդայի մասին նորմալ խոսա։ Ձայնեք դտրիչ։ Եվ ընդհանրապես դուրս արի այստեղից։ Ու կգնա։ Տոնդ փոխիր։ Եվ ես քեզ էլ չտեսնեմ իմ դպրոցի տարածքում, պարզ է։ Ես դպրոցը քո սեփականությունը չի։ Մի սրան նայեք, սրա խոսելը տեսեք։ Ուրեմն այսպես, ասեմ իմանաս, եթե ես քեզ տեսնեմ իմ դպրոցի տարածքում, ես անմիջապես ոստիկանություն կկանչեմ, պարզ է։ Ես հիմա կարող ես գնալ հիմարի մեկան։ Նորմալ խոսա։ Խնդրում եմ Սոֆամ, ճանապարհիր ես ապուշի մարին, ճանապարհիր։ Իսկ եթե իրեն վատ պահի, ապա իսկույն ոստիկանություն կկանչես։ Ո։ Իսկ դու ինձ հետ կգաս։ Խումոր սար։ Անցիր առաջ։ Պատմության մեջ ես ընկան։ Must have been something sent me out of my head with the words so radical and not what I meant. Now wait for a break in the silence, 'cause it's all that you left. Just me and these four walls again. It's hard now to let you be. I won't make excuses. I made my peace. Didn't take long for me to lose the trust, 'cause these four walls were not strong enough. Ես գիտեի, որ դու ստեղ կլինես։ Ուր ես կորել, Սուրո։ Չկաս, ուր ես։ Մի բան ասա։ Ինչ ես ուզում որ ասեմ։ Ասենք այն, ոնց դու սարկեցիր լյովի գլխին։
Դու ոչ մի բան չգիտես, էլի ավելի լավ կնես ուսնում ես։ Այս ոչ մի բան չգիտեմ, ու չեմ էլ ուզում իմանամ, որովհետև այն որ դու Լյովի գլխին սարքել ես ու փախել ես, դա հերիք է։ Ես ուղղակի վախեցա։ Վախեցար, հա, Սուրո։ Լյովը քո պատճառով ոստիկանություն է անգել, ու դու գնացել ես տուն հանգիստ խղճով քնել։ Ես չգիտեի ինչ անել։ Չգիտեիր, հա, Սուրո։ Չգիտեիր։ Լյովը ամբողջ գիշեր ոստիկանությունում է անցկացրել։ Միլենան անդադ լացում է, իսկ Գուարդիոյան անհանգստությունից գիշերը չի քնել։ Արախր, բայց ես որ ասեի սաղ կիմանային, բոլորը կիմանային դրա մասին։ Սենց թենես բոլորը գիտեն, որովհետև երբ որ քո հերոսին զանգ ա եկել, Միլենան այդ ժամանակ Լևոնի կողքն ա եղել։ Չէի ուզում տենց բան անել, չէի ուզում։ Չէիր ուզում, բայց ամենավատ մարդու նման Լևոնի գլխին սարքեցիր։ Խնդրում եմ քեզ ուղղակի էլ մի շարունակի, խնդրում եմ։ Ինչը չշարունակեմ, Սուրո։ Ինչի՞ չես հարցնում Լյովը ուր է, ինչ վիճակում է, ինչ է անում հիմա։ Ասում եմ մի շարունակի, խնդրում եմ, ներվայնացած եմ։ Սպասիլ է, Սուրո։ Մենք ընտանիքով Ամերիկա ենք գնալու։ Չեմ թողնի։ Չեմ թողնի։ Գիտես ով է։ Քո աշխատողը չէ։ Ես քո եղբայրն եմ։ Այս ես պայմանավորվենք։ Ես վաղը գամ, ու մենք միասին գնանք կարուսել, կուզես։ Դե ուրեմն պայմանավորվեցինք։ Չգնացի էլ երեխու մոտ, բայց հիմա էլ անիմաստ է։ Ես չեմ ուզում Ալբերտին տեսնել։ Ես էլ չեմ կարողանում Լևոնի վրա։ Լևոնը օր-օրի անկառավարելի է դառնում։ Բայց ես ու չհամաձայնվեցիր մտել գնանք։ Ավելի Արման մի էլի։ Լավ, վերցրու սխանի։ Աբույս դու չես ուզում երեխու մորն ասես։ Ինչի համար։ Ոնց ինչի համար, շատ լուրջ բան է, բայց։ Այդ երեխեն իր մորից ավելի շատ է հասկանում, այլ մոր մասին հարցեր չի տալիս, երևի ամեն ինչ լավ էլ հասկացել է։ Չգիտեմ, աբո իհարկե դի քո գործն է, բայց ինձ թվում է, որ պետք էր ասել, մանավանդ երեխեն կուզաներ մոր կողքը լիներ։ Չէ, Արման, չէ, ու էլի 1000 անգամ չէ։ Ինքը այսքան ժամանակ մի անգամ չզանգեց, մի անգամ չի զանգել հարցնի երեխեն ոնց է։ Հիմա որպես ինչ, զանգեմ ոնց որ ինչ։ Էլի սկսեցիր էմոցիոնալ խոսել, չէ։ Լավ։ Ես երեխու հետ կխոսեմ։ Եթե ուզեց կզանգեմ։ Աբո ինձ չի թվում, որ կա ինչ-որ մի երեխա, որ չի ուզի տեսնի իր մորը։ Լավ, զանգի դրան։
Եթե ես Լևոնից նորություն չստացեմ, կմեռնեմ։ SMS գրի։ Գրում եմ, 1000 անգամ գրել եմ հեռախոսն անջատված է։ Դու նորից գրի։ Աչքիս մեր հրեշտակի թելերը կտրվել եմ։ Ու վերջապես Լևո հասկացել է, թե ով է այդ անգույնը։ Այդ շահադրությանդ մեջ մտնում է։ Լույս ջան, ինչ գիրովականցին քեզ առաջարկություն արի, գիտե սկսեցիր տնգացման գալի։ Շատ զարգացար, հա։ Նստեք։ Սեդա ոտքի կանգնիր։ Տիկին Շեկոյան, ինչ է կատարվում։ Հիմա ամեն ինչ կիմանաս։ You stay around for reasons I know not. A mystical illusion that he's got. Լևոն Աստծու սիրուն ուր ես, զանգիր ինձ, ես արդեն խելագարվում եմ։ You should know that you're not bound, but still you see. Հա, մանվեր, Այո, ինչ եղար։ հեսա գալիս եմ։ Դեսա տիկին ասեմ գա այդևից հետ։ Չէ, պետք չի, ես կգամ։ Քեզ որ մնա դու չես գա։ Տիկը հիվանդանոցում է։ Էլենի մոտ։ Էլենի մոտ։ Վիրահատել են, կարող է մեռնի։ Հեսա կասեմ գա այդևից հետ լա։ Լավ, եկա։ Have a home, but I can't help you. Աղջիկ, դու ինչի համար ես դպրոց գալիս։ Սովորելու։ Իսկ ես կասեի քեզ ցուցադրելու համար։ Ներեցեք տիկին Շեկոյան, ինչ է կատարվում։ Ավելի լավ կլիներ, ընկեր Պետրոսյան, որ այդ հարցը դուք տայիք ձեր աշակերտուհուն, բայց մի փոքր այլ ձևակերպմամբ։ Ես ձեզ չեմ հասկանում։ Լավ, բացատրեմ ավելի պարզ եւ հստակ։ Այս աղջիկը գալիս է դպրոց իրեն ցուցադրելու եւ դպրոցում անախորժություններ ստեղծելու համար։ Միայն թե չասես, որ այն փողոցային է, որ նույնիսկ խոսել չգիտի, քո ետևից չի գալիս դպրոց։ Հա, ես ինքս եմ լսել, որ Սա չի արտակա։ Զրիշ, կռիվ էին անում քեզ համար։ կռիվ էին անում եւ որոշում, թե ով պետք է լինի քո կողքին։